Ես շատ կարճ գազագողության դեպքին մենք հրապարակում ունեցավ ժողովուրդ օրաթերթը, որ դուք եք ընթացք տվեցի գազագողության դեպքին, բայց փաստացի գազագողության բանդիտները փախան երկրից։ Դուք ձեր օրինակ մյուս գոլեգաներին, քննչական կոմիտեին, որևէ մեկին կանչեցիք բացատրություն տան, թե ինչպես ստացվեց, որ դուք դեպքին ընթացք տվեցիք, բայց գազագողության բանդիտները փախան երկրից։ Տեսեք, կոնկրետ դեպքով եւ առհասարակ մշտապես քննարկումներ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչների միջև տեղի ունենում եւ կարծում եմ ըստ հետեւությունների այս դրվագին եւս անդրադարձ կլինի քննչական կոմիտեի կողմից։ Խոշտանգման դեպքերին կանդրադառնանք ոստիկանության կողմից արցախցի երիտասարդի նկատմամբ նման վերաբերմունքը ինչպես կարող է մեկնաբանել։ Ես արդեն հարցին բավական հանգամանալից անդրադարձա, կարծում եմ ըստ այդմ նոր հարցադրումների տեղիք չտվեցի։ Բայց անդրադարձը կարծես ավելի շատ հերքում էր դեպքը, որտեղ կասկածի տակ է դնում խոշտանգման փաստը։ Ինչու պետք է մարդը ուզենար սուտ մատնություն անել, հա, արցախցի երիտասարդ սոցիալական շատ հարցեր ունի լուծելու, պետք է ոստիկանների նկատմամբ սուտ մատնություն անել։ Դուք կարծում եմ ամբողջ ընթացքին եղել եք։ Երբ որ ես արձագանքեցի այս հարցին եւ իմ խոսքում չկար որևէ հերքում կամ հաստատում։ Ես նշեցի, որ ցանկացած հանցագործություն պիտի ենթարկվի օբյեկտիվ քննության հանցագործության մասին ահազանգ եւ կոնկրետ արձագանք լինի, կհաստատվի կամ կհերքվի տվյալ վարույթի շրջանակներում, դրանից հետո կանադառնանք կոնկրետ գնահատականներին։ Եվ իհարկե հասկանում եմ խոշտանգման առումով հարցի ավելի մտահոգիչ լինելը, ավելի զգայուն լինելը, բայց պատկերացրեք օրինակ, որ ձեզ մեղադրում են պայմանականորեն որևէ անձի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ եւ միանգամից առանց քննության ֆիքսում ենք, որ դուք եք մեղավորը։ Դուք կհանդուրժեիք նմանատիպ process։ Որ ենք մեղավոր են, բայց առաջի դեպքը չի, հա, Սամվել Վարդանյանի դեպքն էլ կա, նախկինում բազում ահազանգեր են եղել ոստիկանության կողմից խոշտանգումների։ Չի կարող է բոլորը լինել սուտ մատնություն կամ կեղծ ինֆորմացիա։ Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները եւ ես չեմ հավակնում մտածելու, որ բոլորը սուտ է կամ բոլորը կեղծ է, որովհետեւ այս պահին նման պնդում անել որևէ մեկը իրավասություն չունի։ Տիկին Սարգսյան, դուք նշում եք, որ փորձաքննությամբ չեն հաստատվել, հա, եթե չեմ սխալվում, իստում այդպես ասեցիք, բայց փաստաբանն ասում է, որ նախ փորձաքննություն իրականացվել է դեպքից մի քանի օր հետո եւ բացի այդ էլ հիվանդանոցում արդեն իսկ տղայի վրա արձանագրվել են այդ մարմնական վնասվածքները, մասնավորապես վնասվածքներ ականջի հատվածում, սալջարդեր։ Դուք ինչու եք հակված հավատալ 4 օր հետո արված փորձաքննության, այլ ոչ թե դեպքից անմիջապես հետո հիվանդանոցի տված եզրակացություն։ Ես ոչ մի բանի հակված չեմ հավատալու, որովհետև իմ խոսքում էլ նշեցի, որ սրանք հարցեր են, որոնք անաչառ դիտորդի մոտ պիտի առաջանան։ Եթե անաչառ դիտորդը ցանկություն ունի օբյեկտիվ պատկերը հասկանալու։ Հիմա, եթե կար արձագանք, որ 10 րոպեն մեկ, ինտենսիվ ծեծ եւ այլն, անաչառ դիտորդի մոտ պիտի տպավորություն ստեղծի, որ պիտի լինեն այլ արձանագրումներ, թե հիվանդանոցում, թե դատաբժշկի կողմից։ Իմ նշած հանգամանքը միայն այն է, որ ես որպես այս պահին արդեն իսկ անաչառ դիտորդ քրեական վարույթի աչքերով, իհարկե որպես անաչառ դիտորդ, այլ որ ծառայողական քննության, այս պայծրությամբ այդ հարցերը առնվազն քննարկման առարկա եմ դարձնում ինքս ինձ համար, որպեսզի հասկանամ, թե հետագայում արդեն քննության արդյունքներով ինչպիսի ընթացք պիտի լինի։ Կարծում եմ, որ նույն այդ հանգամանքները, նույն այդ հարցադրումները վստահ պաշտպանական կողմը կդարձնի քննարկման առարկա կոնկրետ վարույթի շրջանակներում։ Կարիք կլինի կրկնակի փորձաքննություն կնշանակվի։ Ես չեմ ուզում ինչ-որ մի ձև այս պահին տանեմ նրան, որ բոլոր հնարավոր գործիքակազմերը ներկայացնեմ քրեական վարույթի, որովհետև վստահաբար վարույթում ներգրաված բոլոր անձինք տեղյակ են թե իրենց իրավունքներից, թե պարտականություններից, կարող են անել համապատասխան միջնորդություններ, որոնք որ պիտի ելքը կանխորոշեն։ Քննչական կոմիտեն պիտի նաև հարցաքննի ոստիկաններին, կրկին տուժողին, կարիք լինի առերեսման իրականացնելու, մնացյալ բոլոր դատավարական գործողություններ, այսինքն առանց այդ դատավարական գործողությունների գնահատական տալը, գործընկերներ ջան, չի ստացվի ուղղակի։ Դա լինում է միակողմանի, այսինքն եթե ես հակված եմ մտածելու, որ կա խոշտանգում, ավտոմատ կերպով ես այդ ուղղությամբ եմ մտածելու եւ իմ բոլոր մտքերը այդ ուղղությամբ պիտի դասավորեմ, բայց ես ներքին գործերի նախարարն եմ եւ կարիք ունեմ օբյեկտիվորեն իրավիճակը հասկանալու, որը մի կողմից կպաշտպանի մեր քաղաքացուն, ով որ
ցանկացած process-ի շրջանակներում կարող է ոստիկանի ոչ իրավաչափ ներգործության ենթարկվել եւ դրա համար ենթարկվի պատասխանատվության, մյուս կողմից, եթե չկա այդպիսի ներգործություն, բայց կա կեղծ մեղադրանք, պաշտպանելու այն ոստիկանության ծառայողին, որը որ չի կատարել որևէ ներգործություն։ Բայց նորից եմ շեշտում, ես այս պահեջությամբ այդ դեպքի մասով որևէ գնահատական տալ չեմ կարող, բարձրացրեցի ընդամենը հարցադրումներ, համարեք բարձրաձայն մտածել եմ, որովհետև ինձ մոտ այդ հարցադրումները առաջացել էին։ Մնացյալը քննությունը պիտի տա։ Ընդհանրապես որևէ արդյունք չի տալիս եւ այդ ջարդարարների խումբը մշտապես մնում է, հա, ներքին գործերի նախարարությունում, ոստիկանությունում։ Խնդիրը սա է, հա, մենք չենք ընդհանրացնում, հա, որ ամբողջ համակարգը այդպեսին է, բայց թեկուզ մի քանիսի ներկայությունը ձեզ համար մտահոգիչ չի, որ ընդհանուր, ինչպես դուք եք ասել, հա, այսօր 75%-ը վստահում է, իհարկե այդ թիվը չգիտեմ որտեղից եք վերցրել, բայց այնուամենայնիվ կա մի խումբ, որը ըստ էության իրականացնում է ջարդարարություն։ Ալավերդիում Պարեկը քաղաքացու մոտ զենք փնտրելու համար ասում է տաբատը իջեցրա, տանում են բաժին ծեծում են։ Ես գիտեմ, որ ներքին անվտանգության ծառայությունում այդ մասով քննություն կա։ Այդ գործով ինչ բացայտվեց Տիկին Սարգսյան։ Հիմա ինչ որ նկարագրեցիք, դրանք բոլորը կարծիքներ են դեպքերի մասով, որովհետև կարող են ես կարող եմ ահազանգել, որ ես խոշտանգվել եմ կամ իմ նկատմամբ հարձակում է եղել։ Քննությունը պիտի տա այդ բոլոր հարցերի պատասխանները։ Եթե մենք որակումներ ենք տալիս տարբեր ծառայողների մասով, դա մեր կարծիքն է ընդամենը, որովհետև եթե կասկածում եք փաստաբանի հայտարարությանը, ես որևէ մեկի հայտարարությանը չեմ կասկածում, որովհետև ես գիտեմ, որ մեր երկրում կա քրեական դատավարության օրենսգիրք, որը այդ բոլոր հարցերը կարգավորում է։ Եթե մենք կանչել եք օրինակ երկու ոստիկանին, որոնք նույնականացվել են ձեր աշխատասենյակ, օրինակ ինքներդ ներքին զրույց ունեցել եք, հարցրել եք, դա այդպես է, թե այդպես չի եղել, փաստաբանի նույնականացված տվյալները արդյոք ճիշտ են, թե ճիշտ չեն։ Գիտեք, չէ, որ ապօրինի բան եք ասում։ Ինչի՞։ Ծառայողական քննության իրականացնող կոնկրետ ստորաբաժանում կա եւ իմ կողմից ցանկացած նմանատիպ զրույթ ոչ ծառայողական քննության շրջանակներում, դա ուղղակի ոչ իրավաչափ process-ի մասին է խոսում։ Իմ խնդրանքը, հորդորը, թեկուզեք պահանջը այն է, որ դուք եւս չտրվեք տարբեր սադրանքների եւ մի պահ հետ կանգնելով այս ամբողջ ինֆորմացիայից փորձեք ընդհանուր առմամբ հայաց գցել ընդհանուր process-ին եւ հասկանալ ինչ է տեղի ունենում։ Մենք նման ոստիկանների, օրինակ ակցիաների ժամանակ, ովքեր ոչ իհարկե ոչ բոլորի մասին է խոսքը, շեշտում եմ, որտեղ համակարգում կան եւ լավագույնները, բայց կան ոստիկաններ, որոնք իրենց ոչ կոռեկտ են, հա, մեղմ ասած, բաղում այդ թվում եւ լրագրողների նկատմամբ բարձրաձայնվում է, ասվում է, որ ծառայողական քննություն, բայց չեն պատժվում։ Խնդիրը այստեղ է, որ կա անպատժելիություն, որովհետև այդ մարդիկ անպատժել են եւ պետք են համակարգի։ Ես գերաբերում ծնողների հետ գործընկերներ, ինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Գործընկերներ, հարգելի լրագրողներ, կոնկրետ բոլոր դեպքերով կա ընթացք։ Մի դեպքում ծառայողական քննության տիրույթում է հարցը, մի դեպքում քրեական բարույթի նախաքննության փուլում, մի դեպքում դատական քննության փուլում։ Դուք ակնկալում եք, որ ես մի դեպքում քննիչի, մի դեպքում դատավորի փոխարեն անեմ եզրահանգումներ, երբ որ ես նման իրավասություն չունեմ, հետևաբար նախաքննական մարմինը կշարունակի օբյեկտիվ քննությունը կոնկրետ բոլոր գործերով եւ պատեհ պահի կհանրայնացի համապատասխան ինֆորմացիա։ Ժողովուրդ հերթով երկու ոստիկան է բարձվել ովքեր մնացածը անհայտ է։ Դժվար է այդ ընթացքում բարձրացնել։ Ճիշտն ասած, ես այդ հարցադրմանը չուզեցի անդրադառնալ իմ խոսքում, բայց տարբեր ամեն դեպքում խոսույթներում կա երկու ոստիկանի մասով ինֆորմացիա, մի դեպքում 6 ոստիկանի, մյուս դեպքում 8 ոստիկանի, հիմա ես էլ չգիտեմ քանի ոստիկան նույնականացված եւ հաստաբանն ասում է ինքն է այդ նույնականացման գործընթացը իրենք են արել։ Այս պահի կա ծառայողական քննություն, կա զուգահեռ քրեական վարույթ, քրեական վարույթի ծառայողական քննությամբ քննարկվում է դեպքը։ Քրեական վարույթի շրջանակներում կա դատավարական գործիքակազմ, անձի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու մասով, բայց
դրա համար եւս պետք են համապատասխան հիմքեր։ Հիմա որ ասեք, օրինակ, այսօր դադարեցրեք լիազորությունները կամ վաղը դադարեցրեք կամ երեք պիտի դադարեցրած լինեք, դրանց համար հիմքեր են պետք։ Սիրելի լրագրողներ։ Այսինքն պատճառը այն է, որ ոստիկանները չունեն բարձրագույն կրթություն եւ բավարար կրթված չեն եւ նման կերպ են իրենց զբաղվում։ Սա ձեզ մտահոգելու եւ քննարկելու հետագայում առիթ չի տալիս, որտեղ օրինակ բարեկների դեպքում կրթությունը ունենալը պարտադիր պահանջ չէ, ինչտեղ կրթությունը հատկապես հիմա նորաձև է։ Կրթությունը պարտադիր է բարեկային ծառայողների դեպքում, միջնակարգ կրթության տեսքով եւ համաշխարհային պրակտիկայում շատ տրամաբանական է արտաքին ծառայության շրջանակներում անձից չպահանջել բարձրագույն կրթություն, այսինքն նորմալ է, որ մենք բարեկների համար կարող ենք նախատեսված լինել միջնակարգ կրթություն եւ խնդրում եմ այդ գնահատականներով նաեւ չվիրավորել հանրապետությունը միջնակարգ կրթություն ստացած անձանց։ Ինչ վերաբերում է կրթության ոլորտի փոփոխություններին, այո, խնդրահարույց ոլորտ է, ես առաջին ինչու նշեցի ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորումը, որովհետև կարիք կա վերանայելու ծառայողների պատրաստման process-ը, ամեն տարի շարունակելու նրանց կրթությունը, որովհետև մենք հատկապես ատեստավորման ժամանակ նկատում ենք, որ ունենք ծառայող, որը տարիներ շարունակ որևէ վերապատրաստման չի մասնակցել, որքան էլ ազնիվ ծառայող լինի, որքան էլ պրոֆեսիոնալ ծառայող լինի, ամեն դեպքում ժամանակակից աշխարհում, եթե խոսում ենք ոստիկանական աշխատանքի մասին, ամեն տարի պետք է թարմացվեն գիտելիքներն ու հմտությունները։ Սա պակաս է, որը որ պիտի լրացվի, բացը պիտի լրացվի եւ ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման աշխատանքները շատ ինտենսիվ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք օր առաջ այդ կրթական process-ները ադապտացնել այս իրավիճակին։ Պարեկների դեպքում 6 ամսյա նախկինում արդեն հնգամսյա բազային կուրսի տրամաբանության մեջ, այո, մենք գնահատել ենք, որ կարիք կա վերանայելու նաև այդ կուրսը, մի քանի անգամ փոփոխել են կրթական ծրագիրը, պետական կրթական չափորոշիչը եւս փոփոխվել է, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն իսկ նոր սխեմայի ենք անցնում, շուտով բարեկային ծառայողների պատրաստման ժամանակահատվածը ավելի կընդլայնվի, ավելի շատ ամսական ժամանակահատված կհատկացվի բազային կրթությանը, որը որ թույլ կտա այն բոլոր խնդիրները, որոնք թե դուք, թե մենք համատեղ արձանագրել ենք, դրանք արդեն հասցեագրվեն կոնկրետ կրթական process-ի շրջանակում։ Եկին նախարար, բայց տեսել եք որոշ բարեկներ ինչ իմիջայլոց են վերաբերում մոտենում ծառայության, օրինակ 3 ժամը 3-ի հատվածում Սարյան փողոցի վրա բարեկային մեքենան անցնում էր եւ հաղորդում էր մեքենայից, որ նոր գիշերը 3 ինչը ցերեկը, որ նոր զովքի մեքենան հեռացնի ոչ ճիշտ կանգնած տեղից, բայց հաղորդեց գնաց, ու այդ առաքիչը իր մեքենան տենց շարունակեց կանգնալ մնալ երթևեկելի գոտում։ Հիմա նպատակը ո՞րն է, պետության բենզինը ծախսել, մեքենան քշել, ֆռալ, հաղորդել եւ հետեւողական չլինելը, որ ցուցումը կյանքի կոչվեց, թե ոչ, այսինքն ավելի բենզին ունենք, չգիտեք ինչ անենք օրինակ։ Աշխատանքի մեթոդաբանության հարց է։ Ժողովուրդ, եթե մի փոքր առաջ գաք, ես ուղղակի արդեն աշխատանքի մեթոդաբանության հարց է, որովհետև շատ երկրներում, երբ որ մենք խոսում ենք գործընկերների հետ, նույն Վրաստանի հետ, նույն Ուկրաինայի հետ, նույն ԱՄՆ տարբեր նահանգների, նրանք նշում են, որ իրազեկման ձևաչափով եւս մեթոդ է, հա, կանխարգելելու այդ պայծրության պարարքը, հայտարարելու, որ կա խախտում, հետո արդեն պատահականության սկզբունքով ստուգման արդյունքում համապատասխան պատասխանատվություն սահմանելու մասով, բայց եթե դեպքը ինձ աշխատանքային կարգով փոխանցեք, ես բնականաբար կդիտարկեմ, որպեսզի հասկանամ դա մեթոդի օգտագործում է, թե իրականում հայրիների գողություններ, լուսարձակների գողություններ, դա նաև չէ ըստ էության բարեկների աշխատանքի, որովհետև մարդիկ նշում են, որ բավականին շատ են դրանք, հիմնականում իհարկե ոստիկանություն չեն լինում, արդեն հույս չունեն, նույնիսկ կասկածներ ունեն, որ ոստիկանները բարեկներ են, մասնավորապես համագործակցում են գողերի հետ, որովհետև ասում են, ինչ էլ դիմում ես, մեկը արձագանք չի ստանում, մեկը չեն գտնում գողերին, ինչ իմաստուն է։ Դուք ունեք ցուցանիշներ ըստ էության, ուսումնասիրություններ ունեք, այդ կարգի դեպքերի բնակարանային գողություններ եւ մեքենաների, ավտոմեքենաների հետ կապված որոշ մասերի գողություններ։ Ինչ աճ կա եւ ըստ էության ինչ է կանում, որ դրանք կանխեն։ Նախ առաջինը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակի աճը չենք փաստում մենք, փաստում է հանրությունը սոցիալական հարցումների տեսքով։ Եվ իմ ցանկացած խոսք, երբ որ ես նշում եմ, դրանք զուտ գնահատականներ չեն, դրանք բացառապես տարբեր փաստերի վրա հիմնված
եզրակացություններ են, այսինքն եթե դուք նշում եք, որ չեն վստահում, ցույց տվեք ինձ ապացույց, սոցիալական հարցման տեսքով կլինի, որևէ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տեսքով կլինի, որևէ այլ հետազոտական կենտրոնի արդյունք կլինի, ես նոր կդիտարկեմ այդ պնդումը։ Այս պայդրությամբ ես պնդում եմ այն, ինչ որ փաստարկված է։ Ինչ վերաբերում է կոնկրետ գողություններին, բնակարանային գողություն, նաև տրանսպորտային միջոցներից կատարված գողություններ։ Իրականում ինձ համար եւս մտահոգիչ են այդ դեպքերը, որովհետեւ մենք պրակտիկայում արձանագրում ենք, որ տարբեր խմբեր են գործում շատ հաճախ, ընդ որում վերջերս մենք նույնիսկ բացահայտել ենք մի բնակարանային գողություններով անցնող խմբի, որը որ ոչ միայն օրինակ Կոտայքի մարզում է իրականացրել գողություններ, այլ Երևանում, այլ մարզերում, այսինքն կան նաև ձևավորված պրոֆեսիոնալ խմբեր, որոնք Տիկին Բաղդասարյանի եւ Հրաչյա Հակոբյանի տունը թալանողները Տիկին Սարգսյան։ Ժողովուրդ, հիմա եթե ամեն հարցի մեջ ինչ-որ նոր շերտեր բացեք, ես ոչ մեկի հարցին չեմ կարողանալ պատասխանել։ Ես ասում եմ գտել եք։ Խմբի մասով արդեն իսկ ունենք բացահայտում, այսինքն այն բոլոր դեպքերը, որոնք տարբեր մարզերում չբացահայտված էին մինչև այս պահը, խմբերի կոնկրետ բացահայտման արդյունքում այս բոլոր դեպքերը համարում ենք բացահայտված։ Բայց բնականաբար կարիք կա շարունակելու այս ուղղությամբ աշխատանքը, որովհետև մենք նկատում ենք, որ շատ հաճախ հանցան կատարած անձինք օգտագործում են նաև ընդհանուր ենթակառուցվածքային պայմանները, լուսավորության հետ կապված տարբեր հարցերն են դիտարկում, որպեսզի հասկանան, թե որ տեսադաշտից մոտենան տվյալ օրինակ տրանսպորտային միջոցին, որ դեպքում իրենք չեն տեսանկարահանվի առավելապես, շատ հաճախ օգտագործում են նաև իրենց հագուստը, որպեսզի կարողանան նույնիսկ տեսախցիկի առկայության պայմաններում քողարկել իրենց դեպքը, որը թեև օրինակ քաղաքացին կարող է նշել, որ այ տեսախցիկը կա, անձը երևում է, բայց մենք չենք կարողանում նույնականացնել տվյալ անձին։ Սրանք իհարկե կներեք, սրանք իհարկե մտահոգիչ դեպքեր են, որոնք կարիք կա հետևողականորեն աշխատելու։ Այս տարի արդեն բնակարանային գողությունների բացահայտման առումով այս մի քանի ամիսների ընթացքում աճ ունենք բացահայտման առումով։ Եթե կոնկրետ թվերն են հետաքրքրում, կարող եք հարցում ուղարկել նախարարություն, պատշաճ կերպով բոլոր թվական տվյալները։ Ասեմ, որ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների մասով մտահոգիչ էր այն դեպքը, որ հատկապես որոշակի մագնիշի տրանսպորտային միջոցներից էր տեղի ունեցել գողությունը։ Մենք հանդիպել ենք նաև հանցագործությունից ենթադրյալ տուժողների հետ, այս պայդրությամբ փոխոստիկանապետի գլխավորությամբ իրականացման ինտենսիվ աշխատանքներ, որպեսզի կարողանան